Բարոյ, սա բոլորի ծանոթ ուժով աղջիկը բազալտե հուշարձանն է, առաջին հայ կին քանդակագործ Այզեմի Կուրարտոյի ստեղծագործությունը։ Ողջույն Հրաշ ջան։ Ողջույն Էդուարդ ջան, շատ ուրախ եմ մեր հանդիպման համար։ Մինչև այս նյութը մենք Էդուարդի հետ արդեն զրուցել ենք այս խնդրի հետ կապված։ Ես մի որոշ ժամանակ առաջ իմ ընկերներից մեկից Հայկից Կիրակոսյան, ում հայրը եւս քանդակագործ էր, զանգ ստացա, ասեց գիտես ինչ որոշել ենք մեր Երևանի բնակիչ ընկերներով մեր հնարավորության չափով, մեր բաներով վերականգնենք այս քանդակը, որը շատ բարդ ծանր վիճակում էր գտնվում, այս ամբողջ իր շրջակայքը, Էդուարդ ջան նկարով դնելու եմ, հրաշալի։ Կոտրված էր ձեռքերը, ոտքերը, ամբողջ շուրջը ապականված էր եւ Հայկի հետ միասին որոշեցինք դա մեր ուժերով, մեր հնարավոր բաներով, իրանք արդեն սկսել են, ես միացա իրանց կեսից Հայկին, որպես քանդակագործ եւ փորձեցինք այս ինչքան որ կարողացանք վերականգնել եւ արտաքին տեսքը պահպանենք, կարծում եմ ստացվեց գոնե սակոլը պարեցին։ Ներկայացնեմ, որ հնարավոր բյուջեի չափով սա լավագույն տարբերակն է եւ ոտի մասն է վերականգնվել եւ ձեռքն է վերականգնվել, բոլորը ամբողջ տարիա չէ եղել։ Անցած տարիա չէ եղել։ Անցած կամ նախանցած, հիմա լավ չեմ հիշում, բայց փաստը որ քանդակը այսքան ցրտից բանից հետո տեսեք ոչ մի բան չի կոտրվել, նույնությամբ մնացել է, ես կարծում եմ որ դա սա իհարկե կա ավելի բան վերականգնելու ձև, որը շատ մեծ բյուջեի հետ է կապված, իսկ սա եղել է մինիմալ բանը սովորական 40,000 դրամանոց, հա, բանի ցեմենտի մինիմալ նյութերով, մինիմալ նյութերով այս ամեն ինչը շատ քիչ ժամանակում վերականգնվել է, նաև վերանորոգվել է այդ ժամանակ վերևի լույսը եւ այդ սվարթ տղաները իհարկե լավ է որ կարծում եմ որ հինը լրիվ նորը չտեղեցա վերանորոգվեց, որտեղ ամեն դեպքում հինը պահպանվեց այդպես, բայց լավ կլիներ որ ավելի լավ կարողանանք վերանորոգել, մասնավորապես այս հատվածը։ Այս հատվածում օրինակ չի վերականգնվել, բանը մինիմալ ձևով այնքան որ ուղղվել է ցեմենտ։ Ուղղակի sense մինիմալ որի չի եղել հատկացված բյուջե, հիմա մենք շատ կուզենք որ այստեղի համար հատկացվի բյուջե, նաև այս պատի այս հատվածը նույն քարերից հնարավորինս տեղադրվի, ու բազալտ է էլի բանալած։ Ես վստահ եմ Էդուարդ ջան, սա մեծ բյուջե չի, ուղղակի կարծում եմ սա սրտացավության կամ ցանկության մոտեցում է, փոքր բաներ են, բայց սա մեր քաղաքի շատ սիրուն անկյուն է, որ կարելի է պահպանել։ Բնականաբար, այս հատվածում մայթը նոր էր վերականգնված, բայց բանը փոս է անգել, սա կարելի է հանել, տակից ավազ լցնել ու ուղղել։ Հիմա ես ու Հրաչը մի հատ sense առաջարկ ունենք։ Ես տեղադրել էի լուսանկարը բանի, արդեն պահես ես խոսամ։ Ես տեղադրել էի լուսանկար, որ նստաններ են վերանորոգում, բան ռեստավրացիանում, տեսած կլնեք եթե իմեջում հետևում եք, ես նպատակ ունեմ տարեկան գոնե 10 հատ այդ սովետական նստաններից վերականգնել։ Հրաչը ասաց ինչ կլինի, մի հատը դնենք ստեղ, ես համաձայնվեցի։ Հիմա առաջարկս կենտրոն վարչական շրջանի Թաղապետի Պետրոսին, Պետրոս ջան, բացի նրանից, եթե դուք փորձեք ասեք նրան, որ ստե վերականգնվի մնացած հատվածը, ես պատրաստ եմ մի հատ նստարան նվիրել այս հատվածում տեղադրելու համար, այս հատվածում, ու նաև հիմա Photoshop-ով նկարը տեսնում ենք այս ընթացքում։ Ու այստեղ մի հատ բնաբաժակ պահպանվել է էլի Հրաչի շնորհիվ, որ ստեղ լրիվ պիտի տոմեջ սալահատակ շարվեր, ստեղ նախկինում կար բնաբաժակներ, բոլորը փակվել են, այս մի հատը պահպանվել է, իսկ այս մի հատում կանաչապատում հիմնարկում կան շատ լավ ծառեր, կարելի է սաֆորակ կամ ասենք սոսի տնկել, էլի 3D-ով հիմա մենք էլի տեսնում ենք, բնականաբար նստարանի կողքն աղբաման է պետք լինելու տեղադրել, որովհետև եթե աղբաման չլինի, տարածն է աղբանոցի վերածվելու, իհարկե կարելի է նաև բացել մյուս բնաբաժակները ու ամբողջ շարքով ծառ տնկել, մեկ է։ Մենք դժվարությամբ կարողացանք իհարկե այն ժամանակ պահպանել միացյալներով Հայկի եւ այդ աշխատողների հետ, բայց Էդուարդը շատ լավ առաջարկ անում, իսկապես հրաշալի կլինի բնաբաժակները։ Եթե չեմ սխալվում Էդուարդ ջան, մոտավորապես տեղ մի 5 բնաբաժակ կար, եթե դրանք կարողանանք բացել, պատկերացրեք առավոտյան երբ որ այստեղ վերանորոգում է աշխատում ենք, բավականին շատ զբոսաշրջիկներ քայլելով էին գալիս եւ նաեւ հեծանվորդներ ու վազորդներ։ Եվ ինչքան իրանք ուրախանում են, երբ որ այս ջուրը սկսվեց գալը, ըստ Կիրակոսյան այգու բավականին աշխատանք տարավ, որտեղ սա ներքևից է ջուրը քանդվել, եւ սա շատ կարեւոր էր ու հաճելի էր։ Հիմա Էդուարդի առաջարկը հրաշալի է, որտեղ եթե այստեղ լինեն այդ ծառերը, պատկերացեք այդ ամառվա տապին ինչքան հրաշալի կլինի, նստեն հանգստանան անաթոռեն ու այս կանաչին իսկական Թամանյանի գծած Երևանին կվերադառնա։ Ու բացի դրանից այստեղ պետքա տեղադրել բուլավաներ, արգելապատներ, այսպես ասած, որ մեքենաները այսպես հետ չտան, էլի, նայեք այս ավտոբուսը ինչքան է հետ տան։ Նախ sense կայանելը արգելվում է օրենքով
բանը խոշոր մարդատար կամ բեռնատար մեքենաների ուղղայած կայանումը արգելվում է մեր օրենքով։ Հա, բայց եթե նույնիսկ կանգնում են ու մեր ոստիկանությունը չգիտես որտեղ է քնած ու չի կարող հետևի որ sense չլինի, ապա այստեղ գոնե պետքա պատնեշ լինի, առնվազն այս հատվածում, արձանի հատվածում, որ մեքենաները այսպես հետ չգան։ Բացի դրանից, այս առաջին հատվածում ընդհանրապես պետք է արգելվի կայանելը, որ մարդիկ նույնիսկ մեքենայով արձանը տեսնեն, արձանի հատվածը տեսանելի լինի։ Գոնե այս երկու մեքենայի հատվածը այնպես արգելապատնեշներ շարել, որ մեքենա կայանելը անհնար լինի։ Քանդակը ինքը սա եզակի քանդակներից է մեր քաղաքում, որ քանդակագործը հեղինակը ինքը կինը այցենի դուրակում։ Եվ սա վաղուցվա տեղադրված քանդակ է, էլի։ Դա շատ քիչ մեր լավագույն քանդակներից է, քաղաքային կուլտուրայի մեջ ինքը շատ սիրուն է, իր ամբողջ այս անսամբլով, այդ լույսով, այդ կողքի իր ուրեմն այդ բաներով մթային այդ զամբլով, ինքը հետաքրքիր տրամադրություն է փոխանցում։ Եվ այս ամեն ինչը ծածկել ասենք բաները որ այլ ու այսքանը մարդիկ ուրիշ քաղաքներ կերազեն, ասենք 60-70 տարեկան սենց քանդակ ունենան, մենք բերել ավտոբուսը կանգնեցրել ենք դեմը ու չենք էլ թողում ինչ-որ մեկը մեքենայով անցնելուց գոնե տեսնի, էլի։ Սա, չգիտեմ, մարդ կա, որ չգիտի որտեղ է, Խաչատուր Աբովյանի արձանի պլանի գլխի այս ամենակարևոր հատվածում է, կենտրոն վարչական շրջանի ու ընդհանրապես Թավանյանի պլանի ամենավերևի հատվածն է, ամենակարևոր հատվածն է, էլի։ Նաև արձանը, երբ որ վերանորոգվել է, ամբողջությամբ մաքրվել է արձանը ու ամենայն հավանականությամբ, երբ որ մեքենաները սենց կանգնում են դիզելով կամ ինչով, այ գլուշիցելները մեքենաների հենա բանը գլուշիցելը, այդ ծուխը գալիս է ուղիղ արձանի վրա ու այս սևացվածը, այս բանարածը ամենայն հավանականությամբ հենց այդ ծուխի ու կեղտոտ օդից եկած բանի մեքենայի հետևից արտանետված կեղտոտ օդի շնորհիվ է։ Նաև առաջարկում եմ այսյան այն հատվածից այս լույսը ստեղ կա, միացնել փոքր պրոժեկտոր հատուկ արձանների համար միացված, որ լուսավորի արձանը գիշերային ժամերին, որովհետև այստեղ այս լույսը հաստատ հերիք չէ, էլի, որպեսզի արձանը լուսավորի, բացի դրանից սրա ճառագայթները լույսի բանի արձանի վրա ընդհանրապես չեն ընկնում։ Արձանը ունի նաև ցուցավահանակ։ Արձանին կից տարածքը փոշու մեջ կորած է եւ ունի մաքրման կարիք։ Հետո անհրաժեշտ է վերևի հատվածի մայթին նախկինում կտրված ծառերի կոճղերը հեռացնել, նախ կարելի է չկտրել, բայց եթե արդեն կտրվել է, ապա այս կոճղը այստեղ պետք չի, սա պետք է կտրել ամենատակից, քանդել ու արմատներով հնարավորինս հանել ու այս ամբողջ հատվածում կոճղերը պետք է հեռացնել ու այս մայթը կարգի բերել։ Այս կոճղերը սա անցած տարի է կանաչապատում հիմնարկը, պետք է այս կոճղերը հեռացնել ու այստեղ մայթը կարգի բերել, սրանք կոճղերն են մինչև վերևի հատված։ Հետո այս վերևի կալպակ ասվածը պատերի մի քանի տեղ ընկած են, չկան, պետք է դրանք վերականգնել, եթե նույն ձեր բազալտով հնարավոր չի, բայց հնարավոր է։ Եթե հնարավոր չի, ապա գոնե ինչ-որ հատուկ ցեմենտոնային խառնուրդով, որ գոնե տեսքը միանման ստանան, շատ տեղ չի, այդպես, մեկ էլ այս հատվածում է, այսպես շքարակ փոխարենը դրված, այստեղ պետք ուղղի, այս այդ կոճղերն են որոնց մասին ասում եմ։ Վերևի հատվածում կա մի տեղ, որտեղ պատը բլվել է, շատ ցածր պատի մասին է խոսքը, բայց ամբողջ տեսարանը փչացնում է այստեղից։ Հետո, եթե նույնիսկ հնարավոր չէ բետոնով արված բանի աստիճանների կողքի ճաղավանդակները, այսպես ասած, բան անել, վերականգնել, ապա կարելի է գոնե մաքրել տարածքը։ Սա այս կողքի աստիճաններն են ու սա աստիճանների վիճակն է։ Սա աստիճանների վիճակն է ներքևից կենտրոն վարչական շրջանի սկիզբն է Աբովյանի արձանի պուրակի հարևանությամբ։ Սա մյուս հատվածն է աստիճանների այս վիճակում, այստեղ այս են ամբողջությամբ քայքայված է։ Աստիճանների հատվածը։ Իսկ այս հատվածում 90-ականների սադախլու հիշեցնող վիճակ է։ Աստիճանների հատվածով Հրաչը որ եկավ արդեն ավելի հետաքրքիր միտք առաջացավ։ Ստեղ նախկինում ինչ ա եղել Հրաչ։ Եթե չեմ սխալվում, եթե չեմ սխալվում, քանդակներ են եղել, բայց ինչ ձեր ինչ։ Ստեղ քանդակներ են եղել, ոնց որ Հրաչը առաջարկում է ստեղ օրինակ ինչ որ Շուշի հրեշտակները ասենք կամ նման մի քանդակ անել, իսկ այս հատվածում
Այս հատվածում եղել Չեմ սխալվում, Ստալինի պատկերով այդտեղ հարթականդակ էր, որքանով իմ հիշողությունը չի դավաճանում։ Հետո այդ հարթականդակը շատ վաղուց արդեն ընկել, արդեն հանել են, թե ինչ են արել, չգիտեմ, բայց տեսեք, այս բոլոր ուրեմն եւ ստեղ եւ այս բոլոր բաներում, որ հիմա այդ արդեն մոտենանք կտեսնեք հիմքերը կան պահպանված, ուրեմն այդ չէ, էլսա։ տեսեք, բացի սրանից հետո գնայի, դες շուրջը ինքը հատուկ սա շատ նշանակում է շուրջը ինչ որ բան է եղել դրված, մենակ տրուբան, չէ, այսինքն տրուբան անցել է խողովակ, անցել է ինչ որ մի բանի մեջ։ Այստեղ եղել է ամենայն հավանականությամբ էլի կամ քանդակներ կամ ծաղկամաններ։ Հիմա այստեղ օրինակ հրաչը առաջարկում է անել այլ հարթականդակ, հա։ Որքան գերի թեմայով կարող է լինի, կարող է Սասունցի Դավիթի թեմայով, ցանկացած մեր պատմական թեմայով մի հետաքրքիր դրվագ հարթականդակ կարելի անել, ինչա կամ մարսութային կարգով կամ չգիտեմ ինչ։ Ու այստեղ եթե չենք վերականգնում արձաններ, ապա գոնե վերականգնենք լույսեր, որ տարածքը այսպես խոզանոցի չվերածվի ու ինչ որ մեկի մտքով չանցնի ներողություն որ ցույց եմ տալիս, բայց սա Երևանի կենտրոնն է, էլի, ինչ որ մարդու մտքով անցել է, որ կարելի է գալ ստեղ ու սա պատմամշակութային արժեք ներկայացնող աստիճանավանդակ է։ Այս ամեն ինչը իհարկե կարելի է անել, բայց առաջարկում եմ սկսենք օրինակ նստարան, աղբաման տեղադրելուց եւ ծառը տնկելուց։ Նստարանը, ինչպես ասացի, ես պատրաստվում եմ նվիրել Երևանի կենտրոն համայնքին։